այդպիսի մասով մի հարց առաջացավ մոտս պարոն Առաքելյան, այդ հարցադրումները դուք փոխանցել եք Տիկին Թանդելյանին, որ երեք բանավեճի ընթացքում հարց հիանալի առիթ էր կակրած Տիգրան Ավինյանից ճշտել էր բոլոր հարցերի պատասխանը։ Բնական է, որ Տիկին Թանդելյանը տեղյակ էր այդ հարցերից։ Չէ, երեք ավելի հանրությանը հետաքրքրված հաշվի առնելով բանավեճի ձևաչափը սահմանափակել ընդամենը մեկ հարցի հնարավորություն կա, Տիկին Թանդելյանը տվեց իր հարցը թմրանյութերի եւ խաղամոլության հետ կապված, ընդհանուր Երևանում տարածված։ Դե մնացած հարցերի պատասխանները կարծում ենք Տիգրան Ավինյանը առաջիկայում որպես ընդդիմադիր ավականու անդամ առիթ կունենա պատասխանելու։ Չեք կարծում, որ դες կմեղադրեն օրինակ կարմիր գծեր անցնելու, անձնական տիրույթ մտնելու, քրեական հոդվածի ենթատեքստ ունենալու որևիցե բարձրացնելու չկար, որովհետև անձնական բնույթի հարց չկար, բոլոր հարցերը վերաբերվում էր ի պաշտոնե քաղաքական գործունեությանը, հետևաբար նման հարցադրումներ բազմաթիվ պաշտոնյաների վերաբերյալ բազմիցս եղել է Հայաստանի Հանրապետությունում, հասարակության հերթական մտահոգությունն է հերթական պաշտոնյայի վերաբերյալ։ Կան ինչ-որ հարցեր, որ մեզ էլ են տալիս, մենք արձագանքում ենք եւ պատասխանում ենք այդ հարցերին։ Եվ ստացվում է պետք է ձևավորի քաղաքական մշակույթ, որ պետական պաշտոնյաներին տրվող հարցերը պետք է ստանան պատշաճ պատասխան։ Եվ երեկվա բանավեճի հետ կապված Տիկին Թանդելյան, մինչ դուք բանավեճում եք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկու գրառում արեց, մեկը գրեց, որ տեխնատուները շատ են ակնհայտ քաղաքապետը մեկը, չգիտեմ ձեզանից որ մեկին նկատի ուներ, եւ մի գրառում էր արել դրանից մի քիչ առաջ, որ մարդիկ, ովքեր հայտնվել են հանրայինի եթերում միայն եւ միայն շնորհիվ ԿՊ-ի, ասում են, որ կհամագործակցեն բոլորի հետ, բացի ԿՊ-ից։ Դուք հանրայինի եթերում շնորհիվ եք հայտնվել, արդյոք ձեզ կարող էր վերաբերել այս ակնարկը։ Մի այս կոնտեքստում մի հարցել, որ ամբողջական պատասխանեք, իհարկե Ռիփսիմեն հարցրեց, տվեց այդ հարցը, դուք Դավիթ Խաչակյանը, որ այս բանավեճում եք, մեղադրում եք մեկը մյուսին, ում հետ համագործակցել եւ այլն, այդ համացանցում էլ է դրվագը քննարկվում, որ էլի մարդիկ են, որոնք այդտեղ գործող իշխանությունների մոտ աշխատել են, իրենցից պաշտոն են ստացել, համագործակցել են եւ այդտեղ բանավեճը գնում է նրա շուրջ, թե ով ինչքանով է ավելի պրոիշխանական կամ ով ինչքանով է ավելի խորը համագործակցել իշխանությունների հետ, որպես վատ երևույթ մատնանշելով։ Նախ ես հարկ չեմ համարում Ալեն Սիմոնյանի մեկնաբանել, մարդու ով մեր քաղաքացու դեմքին փողոցում թքում է եւ ինքնահաստատվում եւ արժանի պատասխանատվություն չի կրում դրանից հետո եւ ես համարում եմ, որ այդպիսիք ոչ միայն տեսակետ նման ձևով արտահայտելու, այլ դրանց մեկնաբանության արժանի չեն, եթե իմ գործունեության հետ կապված որևէ մեկը մեր հայրենակիցներից հարց ունի, դրանք բազմաթիվ անգամ տրվել են եւ ես բազմաթիվ անգամ տարբեր ձևաչափերով պատասխանել եմ, բայց ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ նույն 17 թվականին, եթե 17 թվականի մասին խոսենք, ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, ուղիղ ժողովրդի տված քվերով, այդպես եմ ընտրվել, ի տարբերություն նույն Ալեն Սիմոնյանի, ով այդպես չի ընտրվել, եւ բազմաթիվ շատ օրինակներ կարող եմ ասել, բայց ես կարծում եմ, որ Ինչը ինձ համար ամենակարևորն է։ Ես մեր հայրենակիցներից շատ անկեղծ ուղիղ զրույցներ եմ ունեցել իմ քաղաքական գործունեության տարբեր դրվագների մասին։ Եվ ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ինձ համար ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը սկսվել է, ավարտվել է 20-ին ու սկսվել է 20-ին, 2020 թվականին, պատերազմից հետո, ինձ համար էական առաջնահերթություններ են փոխվել Եվ ինձ համար մի բան է միայն կարևոր, թե մենք արդյոք կարողանալու ենք այս բոլորովս այնպիսի պետություն կառուցել, որով կարողանանք թույլ տալ մեզ մտածել, որ բացահայտույց ենք լինում այն զոհերին, որ ունեցել ենք պատերազմի ժամանակ։ Մենք ձախողել ենք ուժեղ պետություն կառուցելը, ներկաները, նախկինները,
ամեն մեկը իր տեղում եւ ինձ համար այդ ճղճի փոքր մակարդակից զրույցները այլևս ոչ մի առարկայական ազդեցություն ունենալ չեն կարող։ Ես հրաժարական եմ տվել, երբ որ ճիշտ եմ գտել, հատկապես երբ որ գտել եմ, որ այլևս այդ պաշտոնը մանդատը չեն ծառայում խնդիրների լուծմանը եւ նաեւ հայտարարել եմ, որ այլևս չեմ լինելու որևէ կառավարության մաս, որի ղեկավարի հետ չեմ կիսում ընդհանրապես տեսլականներ եւ մոտեցում եւ բազմաթիվ այլ հայտարարություններ։ Եվ հետեւաբար նորից եմ ուզում կրկնել իմ քաղաքական գործունեությունը մարդկանց աչքի առջեւը եւ դրանով հանդերձ է, որ մարդիկ սատարել են ինձ տարբեր ձևաչափերում, նաեւ Արցախ գնալիս այդտեղից վերադառնալիս եւ ես ուրախ եմ արձանագրել, որ մարդիկ ավելի ողջախոհ են եւ ավելի ընկալող իրավիճակ, քան Facebook-ում ստատուսագիրների մի ստվար ֆեյքային բանակ։ Մի բան էլ հարցնեմ, էլի երեկվա բանավեճի ընթացքում էլ այդ հարցը հնչեց, շատ են բանանում, թե այդ փողերը ձեզ որտեղից, արդյոք Ռուբեն Վարդանյանն է ձեզ օգնելու, որ անեք, չգիտեմ, դե ուղիղ ասեք Ռուբեն Վարդանյանն է ձեզ աջակցում, այդ հիմնադրամի փողերը Ռուբեն Վարդանյանի փողերն են, թե ոչ, նաև թերահավատություն են արտահայտում Ճոպանովու կառուցման հետ կապված եւ այլն։ Հիմա եթե Ռուբեն Վարդանյանն է աջակցելու եւ ֆինանսական միջոցները իրենից են, ուղիղ ասեք, եւ եթե դա լավ է, ասեք որ դա լավ է, եթե վատ է, չգիտեմ ինչա վատ, թող այդ մարդիկ իրեն գնահատեն, բայց ուղիղ ասեք, էլի ձեր փողերը որտեղից։ Ասեք ջան, այդ մասին բազմիցս խոսել ենք, բայց մարդիկ կամ ձեր չի տալիս լսեն, կամ էլ լսելուց ինչ-որ հասկանալու այդ խնդիրներ ունեն։ Երկու մասի բաժանենք, հա, ինչ վերաբերում է ընտրություններին մեր ծախսերը, որոնք հայտարարագրերը կան, ծախսերի եւ եկամուտների, դա ինչ-որ հաստատ Երևանի ընտրությունների քարոզարշավը մեծ ծախսերի հետ կապված չէ, բազմաթիվ ուժեր իրականացնում են։ Ինչ վերաբերում է ծրագրերին, ոչ Ռուբեն Վարդանյանը, ոչ մենք չենք թաքցնում մեր համագործակցությունը, Ռուբեն Վարդանյանն էլ տարբեր առիթներով դրա մասին խոսել է եւ շարունակում է խոսել։ Բազմաթիվ ծրագրեր Ռուբեն Վարդանյանը իրականացրել է ուղիղ, 700 նախագիծ է իրականացրել Հայաստանում, հայկական աշխարհում իր եւ իր ընկերների կողմից $700 միլիոն ծախսելով։ Կուսակցության այդ համագործակցության շրջանակներում բոլոր այն համայնքներում, որտեղ մենք իշխանություն ենք, Տաթև, Ալավերդի եւ Նոյեմբերյան, Ռուբեն Վարդանի հիմնադրամների եւ Ապրելու հիմնադրամի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որի ֆինանսավորումը Ռուբեն Վարդանի հիմնադրամի, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի եւ Ռուբեն Վարդանյանի ընկերների միջոցներով։ Երևանում ընտրվելուց հետո, այո, լինելու են մի շարք ծրագրեր, որտեղ ոչ թե անհրաժեշտություն է լինելու, այլ լինելու է համագործակցություն տարբեր ընկերությունների, անհատների, բարեգործական ընկերությունների հետ։ Ընդ որում ասեմ, որ բացի Ռուբեն Վարդանյանից նաև մեզ հաջողվել է նույն մարզերում համագործակցել նաև այլ ընկերությունների, այլ բարերարների հետ, հետևաբար սա նաև նույնպես կառավարման եւ վստահության մեծ հմտությունների անհրաժեշտություն է ունենում, երբ որ դու որպես ղեկավար կարողանում ես միջոցներ ներգրավել եւ հանուն համայնքի, հանուն պետության համագործակցել։ Հետաբար Ռուբեն Վարդանյանի աջակցությունը շարունակելու է լինել ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ մասնագիտական, որտեղ մենք Ճոպանովու մասին ենք խոսում, խնդիրը Ճոպանովու կառուցման ոչ թե գումարն է։ Գումարներ այսօրվա պետական բյուջեում կան, բայց այն ապաշնոր իշխանության մոտեցումը որ կա, որ նրանք չգիտեն ոնց արդյունավետ ծախսեն, այդ գումարները ուղղակի մսխվում է եւ այն շինարարությունները, որ արվում են, ականատես են լինում։ Այսինքն խնդիրը նաեւ այդ գումարների արդյունավետ օգտագործումն է։ Մենք Ճոպանովու մասով երեկ էլ մենք հանդիպեցինք աշխարհի հեղինակավոր Ճոպանովու ընկերություններից մեկի հետ։ Աշխարհի մեկ այլ ավստրիա-շվեյցարական Doppelmayr-ը կառուցել է Տաթևի Ճոպանովին։ Այսինքն խնդիրը նաեւ այդ համագործակցությունը ստեղծելն է համաշխարհային կարևոր ընկերությունների հետ, որը իր փորձով ունի Ռուբեն Վարդանյանը։ Կարելի է ես էլ հավելեմ, իրականում թեկուզ եթե անցած տարվա 22 թվականի բյուջեից խոսենք Երևանի, նույն կապիտալ ծախսումները 60%, չէ, 57%-ով են իրացվել, այսինքն այնքան գումար չի իրացվել եւ չի աշխատանք չի կատարվել։ Հետեւաբար, այո, բյուջեն ունի իր հնարավորությունները, որակյալ կապիտալ ներդրումների, բայց այդտեղ որ բանավեճը հիշեցրեցիք, ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ շատ չնեղվեն որևէ մեկը, եթե ցանկությունը կա, իսկ դա կլինի մեր պաշտոնավարման պարագայում գումարներ ներդնելու, մենք պատրաստ ենք լինելու դա ընդունել։ Ես տպավորություն ունեի, որ նեղանում են, որ իրենք ենք միայն աշխատում, մենք աշխատելու ենք նաեւ իրենց հետ հանգիստ կարող են իրենց գումարները մեր պաշտոնավարելիս ներդնել։